Հայրենակիցներ, պարոն Պողոսյան, այս վերջին օրերի ընթացքում մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ ոլորտի, հատկապես դատախազության եւ քննչական կոմիտեի հաղորդումները եւ կարծում եմ, որ իմ գործընկերները առավել քան ըստ ուղղությունների եւ հարցադրումների եւ ելույթների ժամանակ ներկայացրեցին այն իրողությունը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում։ Ես ստիպված եմ նորից անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որովհետև մնացած բոլոր հնչեղ հարցերի շրջանակներում 44-օրյա պատերազմը ամենակարևոր եւ ամենաաղետալի իրադարձությունն է, որը որ եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համար ամենադժվար իրավիճակն է ստեղծել այսօրվա դրության։ Ես եւ դատախազին հարց տվեցի եւ նաեւ ձեզ, պարոն Պողոսյան, վերաբերող թե պատերազմի ընթացքում եւ թե պատերազմից հետո իրականացված գործողություններին, բայց հիմա կարող եք կամ եզրափակիչում կամ նաեւ հետագայում գրավոր տեղեկացնել, կարծում եմ, որ խորը ուսումնասիրությունից հետո պետք է պատասխանեք մի պարզ հարցի։ Այստեղ խոսք գնաց 13000 քրեական գործերի եւ 13000 քրեական գործերից քանիսն են այդ 13000-ից վերաբերում բանակին եւ քանիսն են վերաբերում մնացած բոլոր ոլորտներին, ովքեր հավասարաչափ պատասխանատվություն են կրում, թե քաղաքական, թե իրավական պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար։ Գիտենք, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է եւ քաղաքական ղեկավարներից, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարներից է կախված, թե ինչպես է պատերազմը սկսվում, ինչ հանգամանքներ են դրանից առաջ լինում, ինչպես վարել այդ պատերազմը, ինչ ինտենսիվությամբ գործողություններ իրականացնել, ինչպիսի պայմանների գնալ հաշտության պատերազմը կանգնեցնելու, այսինքն ինչ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել, որպեսզի համագործակցությամբ եւ նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների այսպես ենթատեքստում համագործակցություն իրականացնել ռազմավարական գործընկերների կոալիցիոն համակարգի հետ միասին պատերազմը կանգնեցնելու եւ համապատասխան ընթաց տալու համար։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ թույլ այսպես ռազմաքաղաքական ղեկավարների համար անչափ կարեւոր է, որ այդ պատերազմը կամ արագ կանգնեցվի, կամ էլ գնալ հաշտության, ամեն ինչ ձեռնարկել գնալ հաշտության։ Այս իրավիճակում անչափ կարևոր է, որպեսզի մենք գնահատական տանք մեր իշխանության բոլոր թևերին, Այսինքն, ինչ ռազմաքաղաքական որոշումներ են ընդունվել կառավարությունում, այսպես անվտանգության խորհրդում, ինչպես է ուսումնասիրվել ռազմական գործողությունների թատերաբեմը, ինչպիսի ուժերի դասավորվածություն կա, հակառակորդի այսպես հնարավոր գործողությունների բնույթը, նրա ուժերի դասավորվածությունը, այսինքն երկիրը ինչպես մոբիլիզացիայի ենթարկել եւ ռազմական ռելսերի վրա դնել, որպեսզի կարողանան երկիրը պաշտպանել, նաեւ կարողանան Արցախը պաշտպանել։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխան տա, ընդ որում, երբ որ պարոն Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով եւ հարցաքննվել է երկրի ղեկավարությունը, հանձնես Նիկոլ Փաշինյանի, այդ հարցաքննվելուց հետո ինչ որոշումներ են ընդունվել։ Ի վերջո, ամեն ինչ բարդել բանակի վրա դա անընդունելի է, որովհետեւ բանակը նաեւ պատերազմի ժամանակ պետք է թիկունք ունենա, պետք է աջակցություն ունենա, պետք է համալրված լինի։ Ինչ աշխատանք է տարել օրենսդիր իշխանությունը վերահսկողության պատերազմի ժամանակ, հենց այնպես ներկայանալ, ցույց տալ, որ եկել են պատերազմի դաշտու հետ վերադառնալը, դա անընդունելի է։ Ինչպիսին է գործադիրի աշխատանքը։ Այսօր միայն բանակն ենք թիրախավորվել, համոզված եմ, որ այդ 13000 գործերից ամենաշատը, մեծ մասը, գրեթե 90%-ը բանակին է վերաբերում, բայց
բանակի իրականում գործունեության արդյունքում մենք պետք է տեսնենք հետևյալը, որ մեծամասնությամբ հատկապես Արցախի պաշտպանության բանակը իր դիրքերը պահել է եւ միայն հակառակորդը կարողացել է մխրճվել, գալ հասնել Շուշի եւ գալ հասնել Հայաստանի Հանրապետության տարածքներ, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանն է վերաբերում։ Այսօր միայն բանակն է թիրախավորել։ Տեսեք, օրինակ բանակի վերջին հրամանատար, որը որ կարելի է ասել բանը բանից անցել էր, նշանակել են գեներալ Միքայել Արզումանյանին, Միքայել Արզումանյանը մինչև հիմա նստած է եւ ձերբակալված վիճակում է գտնվում, բայց ըստ էության ինքը ստանձնել է բանակի ղեկավարությունը այն ժամանակ, երբ որ ամեն ինչ արդեն ըստ գլխավոր հարվածի ուղղությամբ հակառակորդի ամեն ինչ արդեն որոշված էր։ Ինչպիսի adekvatությամբ են որոշումները ընդունվել։ Տեսեք, նույնիսկ խաղաղ պայմաններում մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարությունը ինչպես է ինքն իրեն կորցնում, սառնասրտությունը, ինքնատիրապետումն է կորցնում։ Այսպես կարելի ասել ուղեղի մթագնման պայմաններում, եթե խաղաղ պայմաններում են այդպիսի որոշումներ ընդունում, պատերազմի ժամանակ ինչպիսին կլինի նրանց իրավիճակը, կամ էլ եթե լսում ենք երկրի ղեկավարության խոսքը, ես էլ եմ եղել այնտեղ, ինչ իմաստ ունի եւ ինչ արդյունք ունի լինել այնտեղ, եթե դու մարտական գործողությունների ընթացքում այսպես բեկում չես մցրել։ Ինչպես է պետության մնացած բոլոր գերատեսչությունները, որոնք որ խորքում պետք է աջակցեն, պաշտպանություն կազմակերպեն, իսկ անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմաններում Ադրբեջանը ավելի է արագ բարձրացրել մեր դիրքերը, մեր ռազմավարական կետերը չունենալով ոչ մի ենթակառույց եւ ոչ մի բնակեցված բնակավայր։ Քան թե մենք մեր արժեվ ունենալով այդ բնակեցված բնակավայրերը եւ ճանապարհներ չբարձրանալով այն ռազմավարական դիրքերը, որոնք որ հետագայում հիմք են հանդիսանալու այդ նույն սահմանների ճշգրտման, սահմանազատման եւ սահմանագծման համար։ Դատաիրավական համակարգին է նաեւ խոսքս վերաբերվում, ասենք կոնկրետ ձեզ չի, պարոն Պողոսյան, բայց այնուամենայնիվ ռազմական գործողությունների ընթացքի վերահսկողության եւ օրինականության պահպանման համար գործողությունները անընդհատ պետք է ընթանան։ Այսինքն եթե պատերազմի դաշտում կան անօրինականություններ, ապա այդ տեղանքը պետք է փակվի, համապատասխան ռեժիմ իրականացվի, պետք է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվեն, արագացված քննչական գործողություններ, որովհետև անհրաժեշտ է հրամանատարին անմիջապես աջակից լինելու եւ նաեւ արտագնա դատավարական միջոցառումներ իրականացնել, որովհետև հրամանատարին չի կարելի կտրել մարտական գործողություններից, հրավիրել կենտրոններ եւ այդ դատական ուրեմն միջոցառումները իրականացնել։ Սա ես ասում եմ խնդիրներ, որոնք որ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի ղեկավարության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության միջոցով իրականացվել են։ Խոսում ենք քննիչ հանձնաժողովի մասին քիչ առաջ պարոն Քոչարյանը ասաց, բայց այդ նույն քննիչ հանձնաժողովի գործառույթներից շատ-շատը պետական համակարգը ունի այն գործիքները, որոնք որ իրենք կարող են իրականացնել, քննել, բայց քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա իշխանության բոլոր թևերին։ Հիմա իշխանության բոլոր թևերին գնահատական տալը քիչ չի, ձգձգվում է արդեն երկար ժամանակ, բացի դրանից էլ մենք չենք տեսնում, որ թիրախավորված է միայն բանակը։ Եվ ես կուզեի, որպեսզի պարոն Պողոսյան, որ դուք ձեր ավարտական խոսքի մեջ հետագայում նաև ասեիք, որ ասենք գնահատական ենք տվել պետությանը, հարուցված են քրեական գործեր, Հայաստան խմբակցության կողմից բազմաթիվ մի քանի ուրեմն նյութեր են կազմվել, թե անգործության, թե պետական դավաճանության, բայց այդ բոլոր գործերն էլ մնացել են այսպես օդի մեջ։
Դրա պատասխանները հանրությունը ուզում է տեսնել, ինչպես դուք եք, չէ՞ ասում, որ գնում ենք հարց են տալիս, մենք էլ ենք գնում, մեզ էլ են հարց տալիս։ Ինչու պետությունը այս վիճակի հասցված մարդիկ մինչև հիմա որևիցե մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն չեն ստանձնում։ Շնորհակալություն։ Ագնես Ախամյան։